Ճակատագիր։ Այս մրցափուլին մասնակցում են թիմի բոլոր 3 մասնակիցները։ Նրանք պետք է կանգնեն մեկը մյուսի ետևից։ Բոլորի ճակատին գրված են բառեր։ Սկզբում պտտվում է դիմացի կանգնած մասնակիցը եւ կարդալով իր ետևում կանգնածի ճակատին գրված բառը փորձում բացատրել այն, առանց այդ բառի արմատը օգտագործելու։ Մասնակիցները հերթով շրջվում են եւ կատարում նույն գործողությունը։ Անցնելով հերթի վերջ, ստանում են նոր բառ եւ կրկին փորձում գուշակել այն։ Յուրաքանչյուր թիմին այս փուլում տրվում է 90 վայրկյան, իսկ ամեն ճիշտ պատասխանի համար թիմը ստանում է 1 միավոր։ Ուրիշի ձեռքերով։ Այս փուլում թիմից 2 մասնակից կանգնում են իրար ետևից, իսկ երրորդը մնում է նստած։ Երկու կանգնած մասնակիցները օգտագործելով դիմացի կանգնած մասնակցի մարմինի դեմքը, իսկ ետևում կանգնածի միայն ձեռքերը, պետք է երրորդին փորձեն ցույց տալ առաջադրվող բառերը։ Այս փուլում ամեն թիմին կտրվի 90 վայրկյան։ Ամեն գուշակած բառի համար թիմը կստանա 1 միավոր։ Արագացրու, թե չկպայթեմ։ Այս փուլը թիմերը խաղում են միաժամանակ։ Սկզբում ամեն թիմից մեկական մասնակից մոտենում է շարժական ավազանին, որի մեջ բառեր են թաքցված։ Հանելով մեկ բառ, մասնակիցը պետք է փորձի բացատրել այն առանց արմատը օգտագործելու։ Մյուս երկուսը պետք է փորձեն գուշակել այն։ Գուշակելուց անմիջապես հետո մասնակիցը պետք է հրի ավազանը հակառակորդ թիմի մասնակցի մոտ, որը պետք է կատարի նույն գործողությունը։ Այսպես շարունակվում է մինչև ժամանակի ավարտը։ Ում կողմում պայթյունը տեղի ունենա, այդ թիմը պարտվում է, չվաստակելով ոչ մի միավոր։ Ամեն գուշակված բառի համար թիմը կստանա 1 միավոր։ Ասես չասես, միևնույնն է։
Այս փուլում թիմի մեկ մասնակից կլինի ականջակալներով եւ չի լսի ոչինչ։ Մյուս երկու զսպաշապիկներով մասնակիցները կփորձեն արտասանել բառերն այնպես, որ խաղընկերը փորձի գուշակել բառը։ Ամեն թիմին կտրվի 90 վայրկյան։ Յուրաքանչյուր ճիշտ բառի համար թիմերը կստանան 1 միավոր։ Տարօրինակ երգիչներ։ Թիմի մասնակիցները հերթով մոտենում են վարողին, ընտրում այն ձայնը, որով պետք է երգեն առաջարկվող երգը։ Մյուսները փորձում են գուշակել, թե որ երգն է երգում իրենց թիմակիցը։ Ամեն գուշակած երգի համար թիմը կստանա 1 միավոր։ Սուպերխաղ։ Սուպերխաղին հաղթող թիմից կմասնակցի 2 հոգի։ Էկրանի վրա հերթով կհայտնվեն 10 հայտնի մարդկանց անուններ։ Մասնակիցներից մեկը պետք է փորձի առանց նրա անունը տալու բացատրել, թե ում մասին է խոսքը։ Մյուսը պետք է գուշակի։ Նրանց կտրվի 90 վայրկյան։ Բոլոր 10 անունները ճիշտ գուշակելու դեպքում թիմը կվաստակի 20 միավոր։